Ապամենտաժում ինքնական տեղադրված գովազդներ, իսկ հիմա բոլորի խնդրան ներողություն լրատվականին դիմեք իրենց հարցերի Չէ, բայց դուք եք առել գովազդի մարզական պետը, Ես մեկնաբանեցի, բայց իսկ այն պողոտային ինչ էին Դե ինքնական տեղադրված գովազդի վահանակներ։ Դրանից առաջ ասում են Տիգրան Ավինյանի նկարներն են եղել։ Տեսեք, Տիգրան Ավինյանի նկարն եղել 2022 թվականին, ես դա ճշտել եմ, այդ ժամանակ այդ վահանակներն ունեցել են թույլտվություն։ 2024 թվականի հունվարից հետո այդ վահանակները թույլտվություն չեն ունեցել, ես այդ պարզաբանել եմ նաև տնտեսվարողին։ Եթե ճիշտ է, ես վստահ չեմ, որ ուղղակի մեր զրուցակիցները ասում, որ իրենք դիմել են, ներկայացել են այդ գովազդի նաև այդ թույլտվությունները, վճարումները կատարել են, սա էլ կարողացան ասել։ Ոչ, դիմում չկա, թույլտվություն չկա։ Հիմա եթե դիմեն իրենք թույլտվությունը կտան։ Տեսեք, դիմում ընթացք սահմանված կարգավորություն, կդիմեն համապատասխան մասնագետները կնային, եթե կհամապատասխանի գովազդի օրենսդրության 37-ի չափորոշիչների ստանան թույլտվություն, եթե ոչ, ուրեմն կմերժեն համապատասխան կետով։ Այսպես է, ակնհայտ է, չէ՞ որ այստեղ քաղաքական ենթատեքստով պաստառը փակցված կոնկրետ գործի անունով։ Քաղաքական գովազդը կարգավորվում է դրական օրենսգրքով։ Կոչի ազատություն Սամվել Կարապետյանը։ Չէ, դուք ասացիք քաղաքական գովազդ, ես ասում եմ քաղաքական գովազդը կարգավորվում է ընտրական օրենսգրքով։ Չէ, քաղաքական ենթատեքստով պաստառը չեմ ասում գովազդը։ Տեսեք, կամ քաղաքական գովազդ է, կամ արտաքին գովազդ է, սկսել արտաքին գովազդ է։ Հիմա այս բան քաղաքական որևէ գործընթաց չկա, հետևաբար ինքը արտաքին գովազդ է։ Մնացած հարցերը որպես ակցիա չէ կարող սա անել, ակցիայի շրջանակներում։